Այսինքն ըստ Բարույթը երևի ինչ-որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պայլաձևի արդյունքը։ Ձեզ կանչել են հարցաքննության, ներգրավել են որևէ ձևով։ Իրավաբանները, այսինքն պարոն Կարապետյան, ստացվում է, որ փաստաթուղթ են կեղծել, որտեղ ըստ քննչական կոմիտեի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը փաստաթուղթ ունի իր ձեռքի տակ, որը ներկայացրել են իրավապահ մարմին եւ ձեր հանդեպ քրեական Ընդհանրապես չեմ պատկերացնում ինչ հարց է, կարող ենք դիմել այդ երկրն է յուրաքանչյուր երկրի։ Այս պատրաստում որովհետև ըստ էության զրպարտության հայց կա այստեղ ձեր Կարծում եմ քաղաքացիություն ունենալը զրպարտություն չէ, բայց եթե քննչական կոմիտեն մինչև երեկո չհերքեց, մենք արդեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը ունենալու է դատական հայց է գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել հմեկով էլ դրել գրել էին։ Պարոն Կարապետյան, այսինքն դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն Հայաստանի, Հավանականությամբ երևի դեսպանատն որ ինչ ինֆորմացիա ասեք, որ դուք այդ երկրի քաղաքացի։ Այո։ Եվ ինչքան ժամանակում Կարծում եմ 1 օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Պարոն Կարապետյան, այդ ընկերությունը պատկանում է ձեր ընտանիքին, թե ոչ, որտեղ ձեր անունը։ Ես մի քանի երկրներում ունեմ սեփականություն, ընկերություններ, կան ընկերություններ, որի սեփականատերն եմ, բայց քաղաքացիության խնդիր երբեք չեմ էլ ուզել ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալ, որովհետև միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանի Հանրապետությունում, չնայած այլ տեղեր գործունեություն ծավալել ենք, բայց Հայաստանում եմ տեսել ու հատուկ որևէ երկրի քաղաքացիություն չեմ ուզել վերցնել։ Պարոն Կարապետյան, եւ կնեք, քննչական կոմիտեն, որ ասում է անհերքելի ապացույցներ կան, չէ՞ կարծում, որ այնուհանդերձ իրենք իրանց ձեռքի տակ ինչ-որ փաստեր Պարոն Կիրակոսյան, դուք կարող եք իմ խոսքերի վրա միշտ վստահ լինել, եթե ինչ որտեղ անգամ անճշտություն լինի, ես ձեզ առաջինը կասեմ, իսկ այն մարդը, ով այդպիսի բան է ասել, խնդրում եմ, ես իր հետ կարող եմ գրազ գալ, եթե բարձվի հակառակը իր անհերքելի ասողը, թող հրաժարական տա։ Պարոն Կարապետյան, Մոսպրոմ էքսպլուատացիա, այս ընկերությունը ձեր կապիտալի հետ կապ ունի։ Ծանոթ ընկերություն է, բայց ամենայն հավանականությամբ Այսա Մոսպրոմ էքսպլուատացիա։ Սա ձեր բաներ, այս ընկերության բաժնետեր է որպես նշված ձեր անունը։ Տաշիրի ընկերություններում է ներկայացված Սամվել անունով մի մարդ է։ Այդ դեպքում այս ընկերության բաժնետեր է որպես նշվում նարեկ, այսինքն դա ոնց այդտեղ ոնց կբացատրեք, պարոն Կարապետյան։ Կարծում եմ ինչ որ կամ անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Այսինքն սխալմամբ է ձեր անունը հայտնվել որպես այս ընկերության բաժնետերը որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է ամենայն։ Կարապետյան, դուք այսինքն պնդում եք, որ եղել եք Եթե այնտեղ բան է, մի քանի ընկերություններ են բաժնետեր։ Եղել եք պնդում եք, որ միշտ եղել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ երբևէ որևէ այլ երկրի։ Այո, ով հակառակն է բարև ձեզ, ով հակառակը կուզի ասել, կարող եք այս անգամ էլ գրած գալ իրենց հետ։ Պարոն Կարապետյան, իսկ ընտրական հանձնաժողովի ձեզ հետ կապվել են, հարցեր տվել են որևէ։ Ոչ։ Մի բան էլ ասեմ, նաև կարող ենք այն մարդկանց հետ, ովքեր դա ասում են, ես ռեալ կարող եմ գրած գալ, ուղղակի այդ գրազի միջոցները ուղղվի, եթե Սևանի հոգեբուժարանը ցանկություն ունենա, Սևանի հոգեբուժարան, եթե չէ, մենք պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, բարդություններ ունեցող, գարնանային սրացումներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որպեսզի նրանք վտանգ չներկայացնեն այն մարդիկ, ովքեր ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, վտանգ չներկայացնեն։ Պատրաստ ենք անել եւ կարծում եմ, որ լավ է, որ այդ մարդիկ այդպիսի բաներ են ասում, մենք պատրաստ ենք դրանով կաջակցենք նաեւ մեր հասարակության։ Ավանեսյանը նաեւ անդրադարձել է դրան, ասում են քաղաքական շարունակումների առիթի ստեղծեք Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Տիկին Ավանեսյանին ես միշտ դրական եմ վերաբերվել, ճիշտը որ ասեմ, բայց այս վերջերս նա վերածվել է ԿՊԱ-կան քարոզիչների ամենա տխուր կրկնօրինակի, ցավոք, բայց իր կերպարը մենք համարել ենք որպես պրոֆեսիոնալ երկրում, պրոֆեսիոնալ փոփոխություն անողի կերպար, ցավում եմ